Հայրենիքը այսօր ունի ձեր կարիքը, որովհետև ես արդեն ասել եմ, որ սա մի նոր սարդարապատ է, ես արդեն ասել եմ, որ սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ սա հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն է, եւ այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից, բառից բուն իմաստով։ Եթե մենք ոտքի չկանգնենք, մենք բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության։ Եվ սա ասում եմ պատասխանատու, բայց նաև ասում եմ, որ այո, այսօր Հայաստանի քաղաքացին դեր զորի ճամփորդը չէ։ 120,000 հայեր գաղթի ճանապարհով հեռացան իրենց 5,000-ամյա բնօրրանից։ Նրանց խնդրում եմ որպես կամավոր դա անել, ես խնդրում եմ նաև նրանք, ովքեր իրենց հետ ունեն հագուստ զինվորական, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այս մարդկանց խնդրում եմ, որ իրենք դա որևէ ձևով ուղարկեն եւ կենտրոնացնեն կենտրոնական հավաքակայան։ Ամբողջանալու պահանջն է ստիպում մեզ կրկին ասելու տղերք հայրենիքը ձեր կարիքն ունի։ Հայրենիքին սատար կանգնել, հայրենիքը ձեր կարիքը շատ ունի։ Տղերք հայրենիքը ձեր կարիքն ունի։ Տղերք, մեր հայրենիքը ձեր կարիքն ունի։ Հայրենիքը ձեր կարիքը ունի։ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում յուրաքանչյուր իր տեղում։ Բայց այսօր նաեւ շատ կարեւոր է, որպեսզի մենք դառնալով մի բանակ փորձենք ամենաառաջին հարվածը վերցնել մեր վրա, պաշտպանելով մեր քույրերին, մեր մայրերին, մեր երեխաներին։ Տղերք, հայրենիքը ձեր կարիք ունի։ Շատ դժվար է ինձ համար անհնար կլներ, որ ես այն իրավիճակում, չնայած երևի ճիշտը դա կլներ։ Ճիշտը դա կլներ, որ ես ինքս դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք է գայի ասեի ժողովուրդ, առնվազն ազգային ժողովին դռնփակ ռեժիմով, որ մենք պետքա համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում պետքա լինի ինքնավարություն, այն տրամաբանությամբ, որ լինի ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական միավորը, համատեղ կառավարում պետք է լինի, եւ մեր զիջումների սահմանը պետք է լինի մեր 29743 քառակուսի կիլոմետրը։ Ես սա ասում եմ, բայց նաեւ ինքս իմ մեջ հիմա զուգահեռ ասում եմ, որ ոչ իմ լեզուն կպտտվեր այն ժամանակ տենց բան ասեի։ Ուրեն է տերեքը։ Եվ այո նրանք մեզ կներեն։ Մի ամիս երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Ծնողը զանգում է իրան, ինքն ասում է գուեղի, որ ոսկորը բերեն տան քեզի։ Եւ այո նրանք մեզ կներեն։ Մի ամիս երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Գնայի մեր երեխիս ես կամ ծնողի երեխեքին բետու։ Երիտասարդ գեղեցիկ տղամարդ է, ընդամենը 46 տարեկան։ Very young man and he is very beautiful. Թե որն է պատճառը, որ Վիգեն Էլջեքյանն այլևս չի կարողանում քայլել, կինը հստակ տեղեկություն չունի։ Կարծում է, որ դա դաժան ծեծի հետևանքն է։ Լինդան պատմում է, որ երբ ադրբեջանցիները նրան բռնել են, ուժեղ ծեծի են ենթարկել, ինչից էլ ոտքերը վնասվել են։ Գնում է ոչ թե ուղղակի ծառայության մասին, խոսքը գնում է կենաց մահու կռվի մասին։ Եվ ես հավատում եմ, որ մենք կկարողանանք իրար հետ այդ կենաց մահու կռվի վտալ եւ հաղթանակը ապահովել այս պատերազմում Հայաստանի Հանրապետության, հաղթանակը ապահովել այս պատերազմում Արցախի Հանրապետության։ Տղերք հույս են դնում ձեր վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ եւ կոչ եմ անում այս պայծ սկսած